Եթե համեմատելու լինենք մարդուն ու փղին, մարդը իրան փղի առաջ ինչքան անզոր ազգում, իր համար միավը այդ փիղն է, որը ծածկել է իր արևը։ Սովորական հայկական ընտանիքների կանայք են, մեծամասամբ իրենք ձեռք են բերում վարակը իրենց ամուսիններից, ովքեր հիմնական մարտագնա աշխատողներ են, միավի կարգավիճակի մասին իմանում են, երբ որ հղի են։ Մեղմիկ զեփյուրա իջավ մեր դուրը։ Այն սկզբնական շրջանում մտածում էի, վայ, էսում գնացի հավասարվեցի։ Եվ այդ ներքին խարանը ահավոր էր։ Մի 3 անգամ պլանավորել եմ թույն խմեմ, թե ինձ մոստից գցեմ։ Բայց հղի էի, դե երեխու պատճառով չարեցի տենց բան, փառք Աստծո որ չարեցի։ Երեխես ծնվել էր, առաջին երեխես։ Բերեցին դրեցին կարզինայի մեջ, ապակուց, թափանցիկ։ Բուժքուրը գնում գալիս է։ Ասում եմ, կարամ ձեռք տամ։ Այսինքն ես ինձ այնքան կեղտոտ էի զգում, այնքան փչացած, այնքան անպիտան, այնքան զիբիլ, որ համարում էի, որ արժանի չեմ երեխուս կպնեմ։ Աչքերդ փակիր։ Պատմությունները, որ այստեղ ներկայացված են, դրանք հատվածներ են տարբեր կանանց հարցազրույցներից։ Այստեղ նշված չեն ոչ անուններ, ոչ տարեթվեր, ոչ տարիք, ոչ հասցե, որևիցե բան, որ կարող է նույնականացնել այդ կանանց։ Իմ ամուսնու մահի ժամանակ հարևանները իմ երեխեքի հետ չէին շփվում։ Երբ որ երեխեքը գնում էին խաղալու, դա երեխա են։ Դրանք սուս-փուս թողնում էին, գնում էին։ Էդի մի մեծ հարված էր ինձ։ Ինձ ասում էին դու կարաս իրան դատի տաս, ասի ինչի համար։ Ես որ դատի տամ իրան իմ առողջությունը հետ կգա, իմ երեխեն կբուժվի։ Այս նախագծի ընթացքում իմ համար շատ կարևոր էր ամեն ինչ անել ապահով ձևով եւ եւս մեկ անգամ չվնասել, այս կանանց։ Նաեւ այդ խոցելիության մասին է, էլի, թե որքան խոցելի է կինը լինում։ Հեռախոսս խլեց, անջատեց, ասեց նստի։ Արդեն որ տարավ, դե փոքր գյուղա ուրիշ ձև են, տարան, հետ բերին, աղջիկ չէր, որ հետ բերեցին։ Այդ բանից վախենալով հետ չեկա։ Թեկուզ որ դու գիտես, որ դու աղջիկ ես, քո կուսությունը չի վերցրել, բայց չես կարա բոլորին կանգնես, ասես, գիտեք ինչ։ Ախր ստեղ հարցը միայն միավը չի։ Աղջիկ, կին, հա, այդ դաստիարակությունից, այդ ավանդույթներից, ծեսերից, կնոջ վրա դրված այդ ամբողջ պարտավորվածություններից ու նաև հասկացա, որ ամենախորը շերտը դա ամոթն է։ Մյուսներն են ամոթը, ես չեմ։ Եթե դու մենակ մտածում ես քո մասին, ամոթ չկա։ Ամոթը հենց այն է, երբ դու մտածում ես ուրիշի, բոլորի մասին։ Ամոթը ազգային բաներից է մեր մեջ նստած։ Ու շատ հաճախ ամոթի զգացողությունը մեզ դնում է փակուղի։ Ես ասեցի ամոթը ու հետ կանգնեցի։ Մտածեցի, որ միգուցե այդ իրար կապակցված այդ հարցերը, այդ խնդիրները, այդ շերտերը պետք է ինչ-որ ձևով ցույց տալ նախագծի մեջ եւ որոշեցի, որ պետք է այդպես շղարշեմ կանանց։ Բժիշկը, որը իմ դիագնոզը ասեց, որ ախտորոշվել է, մի հատ թուղթ տվեց, որ ստորագրեմ, որ միտումնա, որ ոչ ոքի չեմ վարակի։ Կարելի էր մի քիչ հետաձգել դա, ոչ թե միանգամից այդ թուղթը դեմ տալ։ Դուրս եմ եկել, ոնց եմ ողբում միջանցքում։ Եղել է մի քանի դեպքեր, որ մենք նույնիսկ լացել ենք, հա, երկուսով։ Գույներ եւ իրեր կան, որ նախագծի մեջ կրկնվում են եւ հենց սկզբից են որոշել դա սեղանն է, կանանց դիրքն է, ձեռքերը ամենուրեք բաց են, գեղարվեստորեն է ներկայացված, բայց իրական է։ Եվ այստեղ կան այդ իրական պատմություններ եւ իրական մարդիկ են ներկա։
ինքը ինձ անհիմն մեղադրում էր, խմում էր, կռիվեր անում, խանդի տեսարաններ էր սարքում ու գիտի, որ իրա պատճառով այս ամեն ինչը։ Կիսուրս էլ ասում էր, դե գրիպ ա էլի, ով հիմա հիվանդ չի լինում, կանցնի։ Իրանք չէին հասկանում այդ հիվանդության լրջությունը։ Եվ այդ կանայք էին շատ սիրում, եւ այդ պատմություններն էին շատ ցավոտ։ Նատուրմորտ ունեմ, որ ավելը ու կարմիր մեխակները իրար հետ եմ նկարել։ Այդ բախումը, որ անընդհատ ես ունեի, որ իմ առաջ նստած էին այդպիսի գեղեցիկ հայ կանայք, ինչքան մեծ այդ ցավը է իրանց ներսում, ինչքան երկար են իրանք այդ ցավը պահում իրանց մեջ։ Շատ կանայք կան, որ իսկապես անկախ նրանից ունեն ապրում են միավոր, թե չէ, իրենք շատ լավ շարունակում են ապրել, աշխատել, առողջ երեխաներ ունենալ, ստեղծագործել, հասարակության լիարժեք անդամ են։ Եթե մենք հերթով գնանք կնոջից կին պատմությունները, կտեսնենք, որ այստեղ կա նաև շատ երիտասարդ աղջիկ ներկայացված, ով շատ փոքրուց գիտի իր կարգավիճակի մասին, բայց շատ հանգիստ է խոսում դրա մասին։ Մամայի հետ երբեք չեմ խոսացել այդ թեմաներից, որ ինքն էլ իրան վատ չզգա, թե ինչի հենց իմ հետ սենց եղավ։ Ոչ մի բան չկա, մի հատ ժամ, դեղերդ խմում ես ու վերջ, մեկ էլ պիտի պարտադիր նորմալ սնվես, որովհետև ամենակարևորը իմունիտետն է։ Միավն ինձ խանգարում է հիմնականում մենակ այն ժամանակ, երբ մտածում եմ հեռուն, որ ընտանիք պետքա կազմեմ, մենակ է դա, բայց դե մտածում եմ, որ դրանից էլ ելք կա։ Այսքան տարիներ շփվելով, լսելով, խոսելով եւ տեսնելով այդ կանանց, այն բոլոր կարծրատիպերը եւ այն բոլոր պատկերացումները, որ կար, որ բայ միավոր ոնց կարելի ապրել, բոլորը վերացել են, հա։ Շատ կարեւոր է, որ մարդիկ տեսնեն։ Իմ կարծիքով այս ցուցադրությունից հետո կարող է իրենց մոտ լինի փոփոխություն։ Կանանցից մեկը ինքը իսկապես շատ պայքարող տեսակ է ու շատ ուժեղ է, շատ։ Ես ամբողջը sense ապրում եմ էլ, երբ որ ինքը ասում էր, որ ոնց որ մի աղա ոնց որ փիղ լինի։ Երբ որ առաջին փուլը անցավ, փիղը տեսա ու սկսեցի ուսումնասիրել իր ոտը, հետո պոչը, հետո գլուխը, հետո sense պատկերը եկավ, ամբողջացավ, ինքը սկսեց փոքրանալ։ Երբ այդ փիղը սկսեց փոքրանալ, ոնց ուզեմ կկառավարեմ։ Ինքը ինձ էլ ոչ մի բան չի կարանի։ Այս վիճակում ինքը ամեն ձևով կախված է ինձնից։ Եթե ցուցադրության դեպի ավարտը գնանք, կտեսնենք, որ Միկին եւ երիտասարդ աղջիկը արդեն շղարշված չեն։ Ես հույս ունեմ, որ կլուսանկարեմ մի կնոջ, որ իսկապես առանց շղարշի կերևա արդեն։ Այսինքն մենք որպես հասարակություն արդեն այնքան պատրաստված կլինենք, որ դա կընդունենք շատ հանգիստ եւ այդ կանայք էլ չեն վախենա։